Պարոն Էլբակյան, վերջին օրերին ինչ իշխանությունը սկսել է թիրախավորել առաքելական եկեղեցուն եւ կաթողիկոսին, շատերը կարծիք են հայտնում, որ սա ուղիղ կապ ունի Ադրբեջանի հետ, նաեւ Կովկասի մուսուլմանների առաջնորդի հայտարարության հետ, ձեր կարծիքով սա որքանով դրա հետ կապ ունի եւ ինչ վտանգներ եք տեսնում, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի այս քայլերը եւ հայտարարությունները։ Ես անկեղծ ասած բավականին մտահոգված եմ, որովհետեւ համաձայն լինելով ձեր հնչեցրած մտքի հետ շատ ավելի խորն եմ տեսնում այս ինչ ասեմ, այս արշավի նպատակները, այս սատանայական հակակարողության նպատակները։ Անշուշտ միջավայրը ժամանակը, որ սկսեցին այս դեպքերը ծավալվել, այո, համընկավ Շվեյցարիայում մեր վեհապար հայրապետի հայտնի ելույթի հետ, որտեղ ուղղակի հնչեցվեց բռնազավթված Արցախ բառակապակցությունը, այնուհետև պատասխան Ադրբեջանից, նույն պատասխանը այստեղ, ես ասում եմ բանը Փաշազադեն եւ նրա ճակերտավոր հայ ազգանվանակիցը, սինխրոն նույն պատասխանները, տարատեսակ այլ լնգուլավասներ անունները չտամ, սա այն, ասենց ասած, օպերատիվ վիճակն է, որ տեսանելի է, բայց ես ավելի խորքային, ավելի հեռուն գնացող վտանգներ եմ տեսնում այն մասշտաբները, որով այս գործողությունը, այս օպերացիան իրականացվում է, սա համեմատության եզր չունի, նույնիսկ 2018-ին տեղի ունեցած հակաեկեղեցական արշավի հետ, գիտեք շատ ծանր դրանք կադրեր էին Վեհարանի պղծում, կաթողիկոսին, այսինքն հրմշտել, հետո նույնը անցած տարի Սարդարապատում, բայց էլի եմ ասում, այո, վիզուալ առումով դրանք բավականին ծանր էին, հիմա նման տեսարաններ չկա, թվում է ստատուսներ են, բայց այս արշավը ես կրկնում եմ շատ ավելի վտանգավոր եւ աննախադեպ եմ համարում իր հետապնդած նպատակների մեջ, ասեմ ինչ նկատի ունեմ։ Իմ կարծիքով իշխանությունների կողմից նպատակադրված իրենց ընկալմամբ իրենց բառապաշարն եմ օգտագործում, քաղաքականապես ոչնչացնել եկեղեցին կամ զարթման միջոցով, այսինքն ուղղակի փոխվում է վեհապար հայրապետը եւ հետո ամբողջ այդ նվիրապետական բանով, աստիճանակարգով վերից վար իրականացվում են համապատասխան փոփոխություններ, սա տարբերակ 1 իրենց ընկալմամբ եկեղեցին քաղաքականապես շարքից անելով եւ տարբերակ 2-րդ ոչ պակաս ծանր սցենար Գիտեք, պատմագիտության մեջ դա կոչվում է հակաթոռ կաթողիկոսություն, երբ որ կա իրական կաթողիկոսությունը, բայց զուգահեռաբար հիմնվում է մի հատ այլ հակաթոռ կաթողիկոսություն եւ այդ երկուսը սկսում են իրար հետ պայքարել, թե որն է իրականը։ Գիտեք, սրանցից հեռու չի, սրանք կհավաքեն կարգալույզ եղած ավելի փողոցային բառով ասած աբիժնիկ մարդկանց, այդ բառը հանգիստ օգտագործում, որտեղ եթե կարգալույզ արված է որևէ, այսինքն մեր եկեղեցու հետ առնչություն չունի, կհավաքեն կասեն սա է նոր գերագույն հոգևոր խորհուրդը, սա է նոր եպիսկոպոսած դասը եւ ըստ եկեղեցական կանոնի իրենք իրավասու են ընտրել եպիսկոպոսապետի, կաթողիկոս նշանակում է եպիսկոպոսապետ։ Եվ հայտնի թեմա անունը, եթե չտամ էլ դուք կհասկանաք որ թեմա նկատի ունեմ, հայտնի թեմն էլ մի հատ եկեղեցի կհատկացնի կասեն սա է նստավայրը, հա, լավ, արդեն անունը տամ, Գեղարդի վանքը օրինակ։ Ես մի քիչ այսպես փորձում եմ պարզ լեզվով ասել, ինքը թվում է թե ինչ-որ բան վատ երազ եմ պատմում, բայց էլի եմ կրկնում, խնդիր է դրված ռազմավարական մակարդակում հասնել եկեղեցու փաստացի չգոյությանը, ոչնչացմանը եւ տարբեր ուղղություններով այդ գործը առաջ է տարվում։ Եթե անգամ գերագույն նպատակին չհասնեն, կա նվազագույն նպատակ, այնպիսի անդառնալի հարված հասցնել եկեղեցու վարկանիշին, մոլորեցնել, գայթակղեցնել հավատացյալներին հոտը ցակուցրիվ անել, որից մենք գիտեք տասնամյակներով ոնց որ սովետական բանը անաստվածության շրջանի հետևանքները մինչև օրս հաղթահարում ենք, այդպես տասնամյակներով մենք ինքնենք հետո դա հաղթահարենք։ Պարոն Էլբակյան, եթե կարելի է կարճ նաև արտաքին վտանգներից, հա, մենք այսօր տեսնում ենք սադրանքները ադրբեջանական կոմիսյունիքի մարզում, եթե իսկապես խժդժությունները այսպես շարունակվեն, հա, Ես կնայեք ներողություն եմ խնդրում, եթե ձեր գործընկերները այսօրվա թեմայի հետ կապված, որ ճեպազրույց չդառնա, էլի, դուք ասեք հետո թողոյիչներն էլ ասեն, արտաքին վտանգը միշտ կա, դե ինչ ասեմ այս համատեքստում, միշտ ինքը կա, եթե նկատի ունեք, որ թշնամին տեսնի, որ ստեղ այսքան մարդով հավաքվել ենք, ասի վայ ինչ պա արձակվեն, բայց ցավոտ բան պետք է ասեմ, մենք
ռազմաճակատի մի շարք տեղամասերում մենք շոկի մեջ ընկած ենք, թշնամին ունի մարտավարական նախաձեռնողականության ամբողջ հնարավորությունը, այսօրվա հավաքով չի դա ի վնաս մեծ բան լինելու փոխվելու, դուք ինչ-որ հարց ունեիք։ Հա, ես քայլոր իշխանությունները նշում են, որ իրենց ցանկությունը եւ նկարտումները եկեղեցին առողջացնելն է, ինչու չենք ուզում հավատալ իշխանության ձգտումներին։ Հա, այս էր ձեր հարցը, վայ, իմանայի, այդպես չէի միջնորդի, որ այս հարցը հնչել է։ Չէ, ես ուղղակի բանը, չէ, գիտեք, միակ պատճառը, որ ինքը մտել է այդ կեղծ հավատացյալի դերում, որ ասում եմ մի հավատացյալ ես եմ, ուզում լավ լինի, շատ հասկանալի է, չէ, ժողովրդական սրտին, հենա դուք է պրովոկացիոն հարց եք տալի, ասում եք քիչ եք խեղճ մարդուն հավատով։ Միակ պատճառը, որ ինքը այդ դերի մեջ է մտել, ոչ թե ուղղակի բաց ասում է եկեղեցին իմ համար թշնամի է քաղաքական, ես ոչնչացնելու եմ այդ թշնամի։ Միակ պատճառը ուղղակի եկեղեցու այս պայն ունեցած հանրային աջակցությունը աշխարհիկ բառով ասած վարկանիշն է։ Ինքը ուղղակի այդ թիվը գիտի եւ բաց եւ փակ աղբյուրներից, դրա համար հասկանում եմ, որ չէ, այսքան եթե աջակցություն կա, արի ես ուրեմն փորձեմ ձևացնել, որ ես էլ ձեր այդքանից մեկն եմ։